Փարիզում ներկայացվել են մեծանուն հայ քանդակագործ նկարիչ Երվանդ Քոչարի երբևէ չցուցադրված տարածական նկարներն ու դրանց մասին պատմող գիրքը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ֆրանսիական կողմի եւ Երվանդ Քոչարի թանգարանի գործակցությամբ։ Հատուկ փարիզյան ցուցադրության համար հավաքագրվել են Քոչարի տարբեր կոլեկցիոներների մոտ պահվող գործերը։ Մեկ տարում էլ ստեղծվել է գիրքը։ Մենք գրեցինք ես եւ թանգարանի գլխավոր խմբապահի կողմից, Լալա Քոչարի կողմից գրվեց գրքի առաջաբանը։ Քրիստիան Դերոեն մեկնաբանել է Լեոնս Ռոզենբերգի նամակները, եւ ծանոթագրել դրանք ուղղված Քոչարին եւ կա մի հատված սիմուլյացիոնիզմի մանիֆեստը ներկայացնող, քանի որ գրքում ներառված էին հենց տարածական նկարչության այն նմուշները, որոնց մասին ես նշեցի եւ որոնց մասին մենք տեղյակ ենք միայն նրանցև սպիտակ լուսանկարներով եւ առաջին անգամ ընդհանրապես ոչ միայն տեսանք դրանց գունավոր լուսանկարները, այլև տեսանք դրանց իրականում։ Թանգարանի տնօրենը չի թաքցնում հուզմունքը, ասում է, սա իսկապես կարևոր իրադարձություն էր Քոչարյան բացառիկ նմուշները ներկայացվեցին այնտեղ, որտեղ վարպետը երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է։ Փարիզյան ցուցադրության կազմակերպումը ըստ Կարինե Քոչարի երկար բանակցությունների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Մոտ 40 տարի թանգարանը իր գործունեությամբ մոտեցրել է այսօրը։ Եվ մեր ցանկացած միջոցառում, ցանկացած նախագիծ, ցանկացած ձեռնարկ ուղղված է եղել Քոչարի անունը հնարավորինս էլ ավել հանրահռչակելու եւ նրան իր հայտնի նկարչական, այդ արտիստական միջավայրին վերադարձնելու համար եւ մենք այս վերջերս ընտրել ենք նաեւ այդ կարգախոսը վերադարձնել Քոչարին աշխարհին։ Կարինե Քոչարը հատուկ առանձնացնում է ֆրանսաբնակ հայերի ջերմ ընդունելությունը, որոնք նաեւ ցուցահանդեսին իրենց մասնակցությամբ եւս մեկ անգամ օտարների աչքերում արժևորեցին Քոչարի բարձր արվեստը։ Շնորհակալություն էին հայտնում, որ վերջապես նրանք հնարավոր է դարձել տեսնել եւ հեռանում էին։ Շատ բավական տխուր եւ էմոցիոնալ պահեր եմ այդտեղ ապրել։ Ոմանք չէին էլ խոսում հայերեն։ Եվս մեկ կարևոր իրադարձություն Փարիզում։ Կարինե Քոչարը գտել է այն տունը, որտեղ ապրել է մեծ հայը, այն սրճարանը, որտեղ նա ստեղծագործել է ձուլվելով ֆրանսիական մշակութային կյանքին։ Հիմա աշխատանքներ են տարվում այդ վայրերում տեղեկատվական ցուցանակներ տեղադրելու եւ հայ արվեստագետին ֆրանսիական միջավայր վերադարձնելու ուղղությամբ։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։